Բարի առավոտ շելի հեռուստադիտողներ, ինչպես Բուդդան էր ասում, աշխարհում կա 3 բան, որ չի կարող երկար ժամանակ թաքնված մնալ, դա արևն է, լուսինը եւ ճշմարտությունը։ Եվ Սուրեն, ես արևն եմ, լուսինը թե ճշմարտությունը։ Դու իմ կարծիքով այս պարագայում Բուդդան ես։ Շնորհակալ եմ Սուրեն, բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, մենք կշարունակենք մեր աշխատանքը, պատրաստ ենք առաջիկա 1 ժամում լինել ձեզ հետ Եվ փորձենք այսօր տեսնել, թե ինչ եղանակ է լինելու դրսում, այսինքն ինձ թվում է արև է լինելու միանշանակ, բայց ես ուզում եմ այդ ամենը լսել գեղեցկուհու շուրթերից։ Դե քո կողքին արդեն արևը կա, Սուրեն ջան, հատկապես ոչ մոռանանք նշել, որ այսօր լուրերից տեղեկացանք մաթեմատիկայի քննությունն է, ինչը քո մոտ կարծում եմ շատ վատ է ստացվել դպրոցական տարիքում։ Չեմ խափի, այո։ Հա, 3 ես ունեցել։ Չեմ փայլել մաթեմատիկայից։ Խնդրում եմ մի կրկնեք Սուրենի սխալները հարգելիներս, այո, ստացեք միայն 5 մաթեմատիկայից կամ ձեր այսօրվա բալերով 10 բալ է, թե 20 բալ է։ Ամեն դեպքում ստացեք առավելագույնը եւ դիտենք եղանակի տեսությունը, հա։ Այո, այսօր եղանակը մեզ կհաղորդի գեղեցկուհի Զարան, այնպես որ ինձ թվում է հաճելի է լսել նրան այս պահին։ Այսօրվա եղանակի կանխատեսմամբ ձեզ հետ աշխատում է Զառա Վարդանյանը, բարի լույս։ Օդերևութաբանները տեղեկացնում են, հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես կակտիվանա երեկոյան ժամերին։ Օրվա առաջին կեսին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում կդիտվի անձրև եւ ամպրոպ։ Հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ, որի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-ից 3 աստիճանով։ Այժմ տեսնենք, թե ինչ եղանակ է սպասվում մարզերում։ Տավուշի մարզում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Իջևանում գիշերը կլինի 16, ցերեկը 27, Դիլիջանում գիշերը 12, ցերեկը 25 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով։ Վանաձորում գիշերը սպասվում է 12, ցերեկը 23, Տաշիրում գիշերը 10, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին կարճատև անձրև եւ ամպրոպ կդիտվի նաեւ Շիրակում։ Գյումրիում գիշերը կգրանցվի 12, ցերեկը 24, Աշոտսկում գիշերը 7, ցերեկը 20 աստիճան տաքություն։ Արագածոտնի նախալեռներում երեկոյան սպասվում է քամու ուժ գնացում 15-ից 18 մետր վարկյանում։ Աշտարակում գիշերը կգրանցվի 16, ցերեկը 29, Ապարանում գիշերը 8, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Սևանի ավազանի զգալի մասում օրվա երկրորդ կեսից կդիտվի անպամացության ավելացում, կարճատև անձրև եւ քամու ուժ գնացում։ Սևանալեջի ջերմաստիճանը արդեն 14 աստիճան է։ Սևանում գիշերը սպասվում է 10, ցերեկը 22, Գավառում գիշերը 7, ցերեկը 20 եւ Մարտունիում գիշերը 7, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզում անձրևի մեծ հավանականություն կա հատկապես հյուսիսային հատվածներում։ Հրազդանում գիշերը սպասվում է 8, ցերեկը 23, Աբովյանում գիշերը 14, ցերեկը 28 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում երեկոյան կարճատև անձրև հնարավոր է միայն առանձին հատվածներում։ Օդի ջերմաստիճանը գիշերը կգրանցվի 17, ցերեկը 30-ից 31 աստիճան տաքություն։ Արարատի մարզում տեղումների հավանականությունը հատկապես մեծ է լեռնային շրջաններում։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 15-ից 16, ցերեկը 30-ից 31 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 15-ից 18 մետր վարկյանում։ Ջերմուկում գիշերը սպասվում է 8, ցերեկը 21, Եղեգնաձորում գիշերը 17, ցերեկը 30 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում ցիկլոնը բավականին թույլ կարտահայտվի։ Այստեղ տեղումները կլինեն ոչ համատարած եւ բավականին կարճատև։ Մեղրիում գիշերը կլինի 20, ցերեկը 31, Կապանում գիշերը 16, ցերեկը 27 եւ Սիսիանում գիշերը 10, ցերեկը 23 աստիճան տաքություն։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է 16, ցերեկը 25 աստիճան տաքություն։ Այժմ տեսնենք ինչպիսի եղանակ է սպասվում մայրաքաղաքում։ Երևանում հունիսի 12-ին եւ 13-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, իսկ հունիսի 14-ին տեղումների հավանականությունը փոքր է։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ին գիշերը սպասվում է 17, ցերեկը 30, հունիսի 13-ին գիշերը 18, ցերեկը 32 եւ հունիսի 14-ին գիշերը 19, ցերեկը 33 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսքանը, իսկ այժմ եթերը կշարունակենք առավոտը շանթում ծրագրի իմ գործընկերները։ Մաղթում ենք ձեզ բարձր տրամադրություն անկախ եղանակից։ Ահա Սուրեն, եւ ինչ հասկացան եղանակից։ Ես եղանակից ոչ մի բան չհասկացա, որովհետեւ հիանում էի Զառայով։
Դե հարգելի հեռուստադիտողներ, հասկանում եք, թե ինչ բարդ է աշխատել տղամարդկանց հետ, տեսավ Զարային եւ վերջ, նրան այլևս եղանակը չի հետաքրքրում։ Երբ կադրում գեղեցիկ աղջիկներն են, Իսկ դա ես քեզ էլ է վերաբերվում, Անահիտ։ Շնորհակալ եմ, բայց ես հասկացա, որ նաեւ տեղումներ են լինելու, ինչը լավ է, ճիշտ է, կարճատև, բայց դա կօգնի ինչ որտեղ օդը մաքր։ Քիչ զովանալ է պետք, չէ՞։ Զովանալ, այո, անկասկած պետք է, բայց հետաքրքիր է քեզ, թե արդյոք այսօրը հունիսի 12-ին ովքեր են ծնվել կամ ինչ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել։ Ինչ հետաքրքիր է, գիտես, նամանավանդ եթե այն դու ես ասելու։ Այդ դեպքում ընթերցեմ, ասեմ, որ 1951 թվականին հունիսի 12-ին ծնվել է հայտնի քաղաքական գործիչ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ 1981 թվականին այսօրն է ծնվել Բրազիլիայի աշխարհահռչակ սուպերմոդել Ադրիանա Լիման։ 1600 դու չես ուզում արտահայտվել այդ առիթով։ Ես նման խոսքերից հետո արտահայտվելն անիմաստ է, Ադրիանա Լիմա։ Սուպերմոդել այսօր քորն է, Սուրեն ջան։ Ինչ ասեմ։ Շնորհակալ եմ։ 1665 թվականին ԱՄՆ-ի Նոր Ամստերդամ քաղաքը վերանվանվեց եւ դարձավ Նյու Յորք, Նյու Յորք։ Ես պիտի պարտադիր երգեմ սրա։ Ես չէի կասկածում դրան։ Եվ ասեմ, որ 1997 թվականին Եղիզափետ II-ը Լոնդոնում վերաբացեց Շեքսպիրի հիմնադրած Գլոբ թատրոնը։ Ուզենայիր խաղալ այդ թատրոնում, այ դերասան ես։ Ես կերազեի այդ թատրոնում խաղալ։ Կերազեիր, հա։ Որը երևի թե հուսով եմ մի օր կիրականանա։ Ինչի մեր հայ թատրոնը վատն է, Սուրեն։ Չէ, շատ լավն է, բայց Շեքսպիրի հիմնադրած թատրոնում գոնե մեկ անգամ կարելի է խաղալ, չես կարծում Անահիտ։ Դե կարելի է, ամեն դեպքում ասեմ, որ 1990 թվականին այսօրը Ռուսաստանի Դաշնությունը ճանաչվեց անկախ։ Մեկ տարի անց նույն օրը Բորիս Ելցինը ընտրվեց Ռուսաստանի նախագահ, եւ ի դեպ այսօր Ռուսաստանում նշվում է հենց Ռուսաստանի օրը։ Շնորհավորենք Ռուսաստանին։ Այո, շնորհավորենք Ռուսաստանին այս գեղեցիկ հրաշալի օրվա կապակցությամբ։ ԱՄՆ-ում այսօր ամենագեղեցիկ տոներից մեկն է սիրո տոնը, այսինքն ոչ թե սիրո, այլ սիրելու։ Սիրո տոնը, եթե չեմ սխալվում, Սուրբ Վալենտինն է, որ Փաստորեն Զարային այսօր տեսար, ես քո կողքին վարում եմ, Սուրեն ջան։ Ծնվել է Ադրիանա Լիման։ Սուպերմոդելը, այո, եւ սիրո տոնն է, ընդ որում Բրազիլիայում նշում են սիրահարների տոնը։ Ինչ է կատարվում։ Դե չգիտեմ, սա երևի պատահականություն է, այո։ Լավ, երևի։ Էլ ինչ ասեմ քեզ, կարծում եմ, որ մենք պետք է անդրադառնանք կրկին ինչ է տեղի ունեցել։ Թե անդրադառնանք Խաչմերուկին։ Մենք անդրադառնանք Խաչմերուկին, որովհետև հիմա կարծում եմ շատ վարորդներ այսպես անհամբեր սպասում են իմանալ թե որ փողոցում կա խցանում, որ փողոցում ոչ։ Արի միանանք մեր գործընկերուն եւ դա միանգամից կպարզենք։ Իրինա ջան, խնդրում եմ օգնիր մեզ։ Իրինա։ Բարի լույս։ Բարի առավոտ, Սուրեն Անահիտ, բարի լսում եք։ Մենք քեզ Բարի առավոտ։ Շատ լավ ենք լսում, խոսիր Իրինա։ Բարի լույս բոլոր նրանց, ովքեր իրենց առավոտը սկսում են շանթի հետ։ Դեռ վաղ ժամում արդեն բական շոքեյս փողոցներում ակտիվ երթևեկություն։ Այսօր մենք երթևեկությանը հետևում ենք Աշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեի Խաչմերուկի։ Իդեպ այդ երթևեկությունը բավականին ակտիվ է, մեքենաների ակտիվ հոսք է նկատվում բոլոր ուղություններից։ Այդ պատկերը այժմ ինքներդ կարող եք տեսնել։ Սակայն ազատ երթևեկելի է Սարանդուպ Աբոյ-Պուրակ, մինչդեռ այդ պուրակից դեպի Աբովյան Կորյուն հասնող ճանապարհահատվածում մեքենաների մեծ քանակ է նկատվում։ Այժմ երթևեկությունը դանդաղ է ընթանում բարեկամության հրապարակում Պրոշի Խաչմերուկ, Տիգրան Մեծ եւ Խանջյան փողոցների Խաչմերուկում երթևեկությունը եւս խիտ է։ Երևանդ Քոչար Տիգրան Մեծ Խաչմերուկում մեքենաների հոսք այնքան էլ չի։ Միջին ծարավնվածություն է Տերյան Սայաթունովա Խաչմերուկում, Ընդհուպ Մոսկովյան Խաչմերուկ, նաև Կոմիտասի անցուղուց մինչև Նաիրի Զայրյան վրացական Խաչմերուկ։ Իդեպ Ալեք Մանուկյան փողոցն այս հետևը մեքենաներն ազատ կարող են տեղաշարժվել։ Ազատ մեքենաները կարող են տեղաշարժվել այս պահին նաև Չարենց եւ Հերացի փողոցներում։ Իմ գործընկերներվում են Գրիգոր Լուսավորի Արգիշտի փողոցների Խաչմերուկում եւ տեղեկացնում եմ, որ մեքենաների հոսք նկատվում է մասնավորապես Գրիգոր Լուսավորիչից դեպի Համուրջ ճանապարհատվածում։ Հարգելի վարորդներ, այն կարող եք շրջանցել Պարոնյան փողոցով։ Այս պահի համար այսքանը Երևանի փողոցների եւ այնտեղ տիրող երթևեկության մասին։ Տողներ, եթե առաջիկա րոպեներին պատրաստվում եք դուրս գալ տանից, ապա այս տեղեկությունը հուսով ենք ձեզ համար կլինի օգտակար։ Սուրեն։ Շնորհակալություն Իրինա, շնորհակալություն։ Ինձ թվաց թե այդպես էր, ինձ թվաց այսօր Իրինան Տերմինատորի Այո,
Այո, քեզ չթված դա այդպես էլ, բայց ոչինչ։ Այսօր շատ հետաքրքիր է, չէ՞, Զարաներ եթերում, Ադրիանա Լիմայի ծնունդներ, դրսում շոկ է։ Դե դրսում շոկ է, դրանից է։ Տերմինատորներ։ Դրանից է, բայց ամեն դեպքում այժմ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ոչ միայն Իրինային, որը մեզ տեղեկացրեց, թե ինչ խցաններ են տեղի ունենալու, այլ նաև մեր աջակիցներին, մեր հաղորդման հովանավորն է Պելե Սուրճը։ Գնեք Պելե Սուրճ, գտեք շահող կտրոնը եւ շահեք բջջային հեռախոս Samsung ֆիրմայի։ Մեր հաղորդման հովանավորն է Milch Brunnen ապրանքանիշը, բարձրակարակ եւ պրեմիում դասի սպրեդ։ Մեր հաղորդման հովանավորն է Վինի Թուխ մանկական սրճարանը։ Այցելեք ձեր բալիկի հետ Վինի Թուխ եւ դարձրեք օրը անմոռանալի։ Այնտեղ ձեզ կսպասեն հեքիաթային հերոսները։ Վինի Թուխ, ձեր բալիկի լավագույն ընկերը։ Ձեր բալիկի լավագույն ընկերը իհարկե Վինի Թուխն է, բայց գիտեք, չէ, որ շատ մայրեր, օրինակ Հայաստանում վերջերս է դա ընդունվել, միշտ երազում են ունենալ գեղեցիկ ժպիտ, ասում են հոլիվուդյան ժպիտ։ Այո, իհարկե։ Այդպիսի բան կա։ Իսկ գեղեցիկ ժպիտ ունենալու համար մեզ ինչ է հարկավոր։ Առաջին հերթին գեղեցիկ ատամնաշար։ Այո։ Եթե բնության կողմից տրված ատամնաշարը երկար չի պահպանվում, մարդիկ դիմում են արդեն իմպլանտներին։ Այսինքն դա նորություն է, ոչ այնքան նորություն, որ Հայաստանում արդեն կա, բայց առաջին անգամ հետաքրքիր ձև է այն մտել Հայաստան։ Նորություններն իհարկե շատ են, բայց առաջին անգամ այն փորձարկվել է շնորհիվ եռաչափ տպագրության հաջողվել է ստեղծել կատարելապես համապատասխանող ծնոտի իմպլանտ 83-ամյա հիվանդի համար, պատկերացնում ես։ 83 տարեկանում ունեցել է գեղեցիկ ժպիտ։ Հոլանդացի բժիշկների խոսքով դա նմանօրինակ առաջին վիրահատությունն է։ Վիրահատությունից 4 օր անց կինն արդեն կարողացել է վերադառնալ տուն։ Փոքրինչ ուշ իմպլանտի մեջ կտեղադրվի նաև ատամները, այնպես որ ինձ թվում է միայն երջանիկ պիտի լինի 83-ամյա կինը, որ ունեցել է գեղեցիկ ատամնաշար։ Սուրեն ջան, իսկ ինձ թվում է, որ դու հատուկ էիր առանձնացրել հենց այս նորությունը, քանի որ այսօր խոսելու ենք հենց ատամների իմպլանտացիայի մասին։ Եվ ասեմ, որ մենք ունենք հյուր տաղավարում արդեն, ներկայացնեմ, որ մեր հյուրն է այսօր ստոմատոլոգ, իմպլանտոլոգ Թորգոմ Դաշտոյանը։ Բարի լույս, ինչպես եք Թորգոմ։ Բարի լույս։ Շատ լավ, տեսնում եք գեղեցիկ հաղորդում եմ մասնակցում եւ շատ ուրախ եմ։ Միայն խնդրում եմ չասեք, որ մեր հաղորդումից պակասում է մեր հոլիվուդյան ժպիտը։ Իհարկե կարամ նշեմ առանձնահատուկ երկուսից ժպիտն էլ շատ գեղեցիկ է։ Շնորհակալություն։ Դա շնորհիվ մեր ատամների։ Այո։ Իհարկե։ Եվ ոչ միայն Սուրեն ջան, ինչու՞ չէ։ Չէ, ժպիտը ատամների երևի թե։ Լավ, դերասանի համար հարկավոր է ամեն դեպքում։ Լավ, շնորհակալ։ Լավ, որոնք են իմպլանտի առավելությունները։ Իհարկե պետք է ասել, որ իմպլանտացիային մենք դիմում ենք ծայրահեղ դեպքում, երբ որ արդեն մարդը տարբեր պատճառներով կյանքի ընթացքում կորցրել է իր ատամները։ Առավելությունները ակնհայտ են, որովհետև այսօր իմպլանտացիան ստեղծել է հնարավորություն չհղկել, չփչացնել, ասենք ժողովրդական լեզվով ասենք, այն ատամները, որոնք պահպանվել են։ Եվ տեղադրելով ատամնային իմպլանտները մարդը հնարավորություն է ունենում առաջին հերթին չշարունակել այդ գործընթացը ատամների փչացնելու եւ այդ պահին կանգ առնել։ Գիտեք ինձ ինչն է հետաքրքիր, այսօր գաղտնիք չէ, որ կան մարդիկ, ովքեր դիմել են նման ծառայություն, այսինքն փորձել են ատամնաշարը փոխել իմպլանտների միջոցով, բայց ես գիտեմ, որ դա վիրահատություն է, որը փուլերից է կազմված, հա, առաջին փուլում տեղադրվում են այդ ես չգիտեմ ինչ է, որի վրա հետո ատամները, բայց առաջին փուլից շատ անցած մարդիկ պարզվում է, որ մաշկը չի ընդունում դա, եւ հետո հանում են դրանք։ Այսինքն վնասակար իհարկե դուք ժողովրդական ինչ-որ տարածված մի բան եք ասում, մաշկը չի ընդունում օրգանիզմը։ Պետք է ասենք, որ դա տիտանից, բարձր որակի տիտանից պտուտակներ են, որոնք տեղադրվում են ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ։ Չընդունել հասկացողություն ընդհանրապես իմպլանտոլոգիայում գոյություն չունի։ Այսինքն չի լինում բորբոքային վիճակներ։ Բորբոքային պրոցեսներ մարդու օրգանիզմում միշտ գոյություն են եւ յուրաքանչյուր բժշկական միջոցառում կարող է ունենալ որոշակի բարդություններ։ Իմպլանտոլոգիայում, եթե դա կատարվում է ցուցումներով, իսկ իմպլանտոլոգիան դա նույնպես բժշկական միջոցառում է, ոչ ավել, ոչ պակաս, որը բժիշկը որոշում է, կան ցուցումներ եւ հակացուցումներ։ Բնականաբար իմպլանտոլոգիան արվում է ցուցումների պարագայում, եւ եթե բժիշկը որոշում է կայացնում, որ կարելի է տվյալ պացիենտին տեղադրել այդ իմպլանտատը, մենք ունենք այդ ձեր ասած չընդունելու տոկոսը, որը չի գերազանցում 2%-ից, մենք կարող ենք ասել արդեն մեր հայաստանյան փորձը, որը որ քիչ չի, տեղադրվել են արդեն 7 տարվա ընթացքում հազարավոր իմպլանտատներ Հայաստանում
եւ մենք արդեն կարող ենք հիմնվել մեր սեփական փորձի վրա։ Իսկ եթե հիմնվում ենք միջազգային փորձի վրա, այդ ցուցանիշները նմանատիպ են 1-ից 2%, երբ որ տարբեր պատճառներով մենք ունենում ենք ուրեմն իմպլանտի ոչ ինտեգրացիա, այսինքն իմպլանտը դուրս է մղվում, բայց նույնպես պետք է ասենք, որ դա հետագայում վերքը լավանալուց հետո 2 ամիս հետո հնարավոր է նույն տեղում նույնպես նորից կատարել իմպլանտացիա։ Այսինքն այժմ Հայաստանում գործում է իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոն, այո։ Մի կենտրոն չի գործում են բազմաթիվ ուրեմն կենտրոններ, այսօր Հայաստանում պատրաստվել են հարյուրավոր բժիշկներ, ստոմատոլոգներ, իմպլանտոլոգներ, որոնք շատ բարեխիղճ կատարում են այդ ծառայությունը, իհարկե։ Իսկ լինում է արտասահմանից գան հենց մեզ մոտ իմպլանտների համար։ Այդ փորձը կիրառվում է ակտիվ, երբ որ մենք հրավիրում ենք արտասահմանյան լավագույն մասնագետներին, ստանում ենք փորձի փոխանակում, իհարկե դա հիմնականում կազմակերպվում է սեմինարների տեսքով։ Երբ որ արտասահմանից գալիս են, տեղադրում են, դա այդքան տարածված փորձ չի, ավելի շատ մենք իրանցից վերցնում ենք թեորետիկ մասը եւ ամրապնդվում ենք թեորետիկ, նոր արդեն աշխատում ենք։ Բայց նաև գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում իմպլանտացիան դա շատ թանկ է, բայց եթե վերցնենք միջազգային ստանդարտների մեջ, Հայաստանում ավելի էժան է, քան այլ երկրներում, եւ շատ մարդիկ կան օտարազգի, որ գալիս են Հայաստան, այստեղ են անում իմպլանտացիա։ Իսկ հայ ժողովրդի համար, հայի համար, հա, Հայաստանաբնակ մարդու համար այսօր մատչելիությունը ինչքանով է ապահովված, որպեսզի յուրաքանչյուր մարդ, ով ունի ատամների հետ խնդիր եւ ուզում է փոխել այն, դա հասանելի լինի նրան։ Ասեմ ձեզ, իհարկե, ոնց որ եւ ամեն ինչ է աշխարհում, դա հարաբերական է։ Եթե մենք համեմատենք մատչելիությունը ընդհանրապես բժշկական ծառայությունների եւ այդ թվում նաեւ իմպլանտոլոգիայի Հայաստանի պայմանների համար ցավոք դա առայժմ այդքան էլ մատչելի չի։ Բայց մենք ձգտում ենք դրան, կոնկուրենցիան շատ մեծ է, հայտնվել են շատ ֆիրմաներ, եթե համեմատենք միջազգային գների հետ, մի քանի անգամ մատչելի է։ Դրա համար մենք ունենք հիմնականում ուրեմն պացիենտների ներհոսք դեպի հայաստանյան կլինիկաներ արտասահմանից, այսօր ոչ միայն Ռուսաստանից, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Բելգիայից, Ֆրանսիայից մեր մոտ շատ կան պացիենտներ, որոնք գալիս են եւ ստանում են բարձր որակի ուրեմն բուժում։ Ուղղակի պետք է ասեմ մի հատ կարևոր բան, որ շատ մատչելին դա ամեն գործում պետք է շատ զգուշացնի պացիենտներին, որովհետև շատ մատչելի դեպքում երբեմն բաց են թողնվում շատ կարևոր փուլեր, թե կրթական, թե նյութական, հիմա չխորանանք այդ ամենի մեջ, մի բան կորցնում է պացիենտը երբեմն։ Պետք է դա միշտ զգուշ լինել։ Հիմա գործում է, գիտենք, նաև առողջության համար ապահովագրություն, արդյոք դա մտնում է ապահովագրության մեջ։ Իհարկե ստոմատոլոգիայում փորձ կատարվում է, դա նոր է, ես չեմ կարող դրա մասին կոմպետենտ չեմ շատ ուրեմն բացատրել, բայց մենք տեսնում ենք, որ մեզ այսօր դիմում են շատ պացիենտներ, որոնք ապահովագրված են եւ ապահովագրական ընկերությունները իդեպ չեն պարտադրում, թե որ կլինիկայում դուք կարող եք բուժվել, կարող է մի մասը փոխհատուցել, կարող է լիարժեք փոխհատուցել, թե ինչ ուրեմն ապահովագրության ուրեմն գործակալությունն է ապահովագրել տվյալ ուրեմն մարդուն, մենք տալիս ենք փաստաթղթերը, նրանք դիմում են եւ փոխհատուցվում են։ Իսկ իմպլանտացիան մտնում է այդ ապահովագրության մեջ։ Կապված է այդ ապահովագրական ընկերության եւ կոնկրետ պացիենտի հարաբերություններից։ Մենք եթե մտնում է, ինքը բերում է իր ինշուրանսը, որի մեջ մտած է։ Այդ դեպքում նա գնում է դա էլա փոխ։ Այդ արդեն մեր կոմպետենցիայի մեջ չի բժշկի։ Մենք կատարում ենք մեր աշխատանքը, փաստաթղթերը տրամադրում ենք եւ նրանք արդեն բժշկությունը անդադար զարգացող գիտություն է եւ իմպլանտոլոգիայի մեջ կան որոշակի նորություններ։ Ես նաեւ գիտեմ, որ շատերը ինչ որ զարդեր եւ այլ բրիլիանտիկներ են տեղադրում, դա նույնպես տարածված չի, կան զարդեր եւ սկայսեր, այսպես քարեր, որոնք կարելի է տեղադրել երիտասարդ տարիքի համար։ Իհարկե ես դա ասեմ, որ դա ստոմատոլոգիայի նույնպես նաև սպիտակացման ոլորտը եւ զարդերի տեղադրման ոլորտը դա բուն ստոմատոլոգիա չի, դա ստոմատոլոգիայի բիզնես մասն է։ Մենք շատ չենք տենց տարածում դրա մեջ, որովհետեւ օրինակ իմ կլինիկայում դա այդքան չի գովազդվում, ես չեմ տեղ տալի։ Այդ դեպքում ինքը վնասում է, չի կարելի ասել, որ շատ վնասում է, ոչ էլ օգնում է, հա, տենց մարդկա իր իմիջի համար կարող է տեղադրել։
Լավ, շնորհակալ ենք, իսկ ես նշեմ հարգելի հեռուստադիտողներ, որ մենք այսօր խոսեցինք շատ հակիրճ, բայց դուք կարող եք ավելի երկար այս թեմայի շուրջ լսել մի վնասիրի եթերում, հենց շանթի եթերում։ Այսօր երեկոյան, այո, դիտեք մի վնասիր հաղորդումը եւ կիմանաք ավելին իմպլանտացիայի եւ ատամների մասին, եւ իհարկե մի փոքր հուշում ձեզ ավելի լավ է պահպանեք ձեր ատամները, քան հետագայում հասնեք նրան, որ դիմեք Այո, պետք է նախորդ մտածել այդ մասին, հաճախակի լվան, շատ թանկ բան է, այո, ատամները։ Իսկ ձեզ շնորհակալ ենք Թորգոմ մեզ հյուրընկալելու համար, իսկապես հաճելի զրույցեր, կարծում եմ օգտակար մեր հեռուստադիտողի համար։ Ձեզ հաջողություն եւ առողջ ատամներ։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն եւ Անահիտ, կարծում եմ պետք է ուղղակի մենք էլ այսպես հաճախ մտածենք այդ մասին եւ մեր հոլիվուդյան ժպիտը, ինչպես մեր բժիշկը այսօր նշեց, հաճախակի ցուցադրենք եթերից։ Այո, եւ հատկապես դերասանների համար, հեռուստատեսությունում աշխատող մարդկանց համար շատ կարեւոր է ատամնաշարը, որպեսզի նրանք ունենան գեղեցիկ տես, գեղեցիկ ժպիտ եւ հաճելի լինեն մարդկանց համար։ Օրինակ ծառայեն։ Ճիշտ է։ Որ Հոլիվուդում բոլորը գեղեցիկ են, չէ՞, չեմ տեսել պատատամ։ Լավ, այժմ ավելի հաճելի նյութի եմ ուզում անդրադառնալ, մի հաճելի լուր բոլոր նրանց, ովքեր շանթ հեռուստալիք առհասարակ սիրում են, առավոտը շանթում հաղորդման հեռուստադիտողների համար այսօրվանից սկսած մեր եթերում կարող ենք դիտել նոր էջ, անոնսներ, այն կպատմի ձեզ, թե շանթի հաղորդումներում սպասվող առաջիկա անցուդարձը, այսինքն ինչ է տեղի ունենում շանթի եթերում, այն ներկայացնում է նաև հեռուստասերիալների, մի խոսքով հետաքրքիր անակնկալներ, մենք չբացենք ամբողջ փակագծերը, այո, այն ձեզ համար կներկայացնի մեր գործընկերուհի Լիաննա Բաղդասարյանը եւ Լիաննա Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Շանթի եթերում մշակութային եւ շոու ժամանցային ձևաչափին անդրադարձն այսուհետ հաճախակի կտեսնեք։ Իմ անունն է Մայքլ Ջեքսոն, Ադել, Սուսաննա Պետրոսյան կամ Արամե ու այսպես շարունակ։ 2009 թվականին Հոլանդիայում ծնված այս նախագիծը Հայաստան եկավ անցյալ տարի։ Այս տարի արդեն երկրորդ եթերաշրջանի մասին ենք խոսում։ Հազարավոր շնորհալի երիտասարդներ եկան, շաբաթներ առաջ մասնակցության հայտ ներկայացրին Շանթ հեռուստաընկերություն, փորձելով նմանակել իրենց կուռքերին, ոմանց հաջողվում է։ Նախագծում դեռ մաղման փուլն է։ Մասնակիցները երգում են բեմում, ժյուրի անդամները գոհ են կամ հիասթափված, մի խոսքով լավագույն կորիզի ձևավորումը համերգների եւ օրագրերի ընթացքում է տեսանելի դառնում։ Այժմ մի փոքր ծաղկակախ Կիրակնորյա սպասվող համերգից դուրս։ I do what happens when you become the main source of our pain. Daddy, look what I made, just gotta go catch a plane. Daddy, where's mommy? I can't find mommy, where is she? Բազմատիպ են զգացողությունները, հումոր, զարմանք, զվարճանք, անգամ ականջ ծակող կատարումներ կլսեք։ Զարմացնում են ինչպես կարող են։ Փոքրիկ այս տղան օրինակ որոշեց սրտակեր Ռիկի Մարտինին նմանակել։ Դե իսկ այս պարագայում չպարել անհնար էր։ Սրանք ծաղկակաղ են օրագրերից, որ դեռ նոր կդիտեք, իսկ Կիրակնորյա հերթական համերգը մոտ 60 րոպեում տպավորիչ կատարումներով առավել, քան պայթյունավտանգ է լինելու։ Իսկ այժմ հոլանդական այս նմանակման նախագծից անցում կատարենք հաջորդ ձևաչափ։ Խոսքը մշակութապահպան գործառույթ ունեցող ժողովրդական երգիչ նախագծի մասին է։ 16-ից 26 տարեկան շնորհալի երիտասարդներ։ Տարիներ առաջ 2007 թվականին առաջին եթերաշրջանում այն առավելապես մեր ծնողների եւ տատիկների սերնդին էր հոգեհարազատ։ Այսօր պատկերն այլ է։ Նախագծի լսարանը տարիքային սահմանափակում չունի։ Նախագծում շուտով կսկսվեն մրցութային գալա համերգները։ Մինչ այդ ընթացքի մեջ է լավագույն 14 հոգուն ընտրելու փուլը։ Սիրտելած, աչքեր հտած, անձրևի պես վարած է, կայծակ դառնած խփեց անցավ, որոնի պես վրդոված է։ Հայկական ազգային, ժողովրդական եւ աշխուղական երգեր, լավագույններն ընտրվում են փուլ առ փուլ անցնելով, դեռ նրանց որոշում են ժյուրիի անդամները, հերթը սակայն հեռուստադիտողին էլ կհասնի, բայց դա շաբաթ օրը։ Իսկ մինչ այդ 12 հաջողակ արդեն ընտրվել է։
Նրանց ևս երկուսը կմիանան և կազմը պատրաստ կլինի, բայց մինչ այդ պետք է շաբաթ օրը wild card կոչվող հնարավորությունից օգտվեն և համոզեն ժյուրիին իրենց կատարումներով։ Համերգային հաղորդումից դուրս մասնակիցների մասին շատ բան պատմում են օրագրերը, այն էլ շաբաթական 3 անգամ։ Սա զուտ տեղեկատվություն է ժողովրդական երգիչ նախագծի այս շաբաթվա ընթացքի մասին, իսկ պրոֆեսիոնալի գնահատականը լսելու հնարավորություն կունենաք րոպեներ անց։ Այս պահին տեղափոխվենք առավոտյան տաղավար։ Շնորհակալություն անպայման այսօր կանրադառնանք եւ ես ուզում եմ Անահիտ, քանի որ մենք այսպես ծանոթացանք նաեւ իմ անունն է նախագծից, ես գիտեմ որ դու շատ լավ ես քեզ մոտ ստացվում նմանակումները, որովհետեւ դիտել եմ նախորդ հաղորդումը, որտեղ դու նմանակում էիր Ինգա եւ Անուշ Արշակյաններին, ես խնդրեմ որ այսօր էլի մի գեղեցիկ նմանակ եմ, իսկ եթե ժողովրդական երգ երգեմ, լավ արի ժողովրդական երգիր։ Լավ արի այսօր ժողովրդական երգ ես երգել շատ եմ սիրում։ Սերս գաղտնի թող մնա, սերս Yarис պես ջամփեն պիտի չիմանա թե ուր գերտամ ես Շնորհակալություն Անահիտ, շնորհակալություն, ես կարծում եմ, որ անմասն չի մնա քո կատարումը, մենք այսօր ժողովրդական երգիչ նախագծի ժյուրիից կիմանանք, թե ինչ գնահատական ես դու արժանում, բայց մինչ այդ արի դիտենք գովազդ, որովհետև այն անհրաժեշտ է մեզ, որպեսզի թարմանանք քո եւ ներշնչվեմ ես քո կատարումից Անահիտ։ Այո, գովազդ մեր եթերում եւ անակնկալ հյուրը, գնացինք։ Դիտեցին գովազդ եւ միանգամից ուզում եմ ներկայացնել մեր այսօրվա հյուրին։ Մեզ հյուրընկալել է հայկական երգի անկրկնելի կատարող։ Կարծում եմ այդպիսի հայ չկա, որ չիմանա այս անունը։ Ֆլորա այսօրերին այդպիսի հոլիվուդյան աստղ չկա, որ չիմանա այդ անունը։ Այո, մեր հյուրն է այսօր Ֆլորա Մարտիրոսյանը։ Ծափարեք Սուրեն, բարև ձեզ։ Շատ սիրելիներս։ Տրամադրությունը առավոտյան։ Հրաշալի է տրամադրությունս առավոտյան եւ հենց այստեղ այս տաղավարում չէր կարող Ես ասեմ մերը կրկնակի հրաշալի է, որովհետեւ դուք մեզ հյուրն եք, մեզ համար դա արդեն պատիվ է։ Այո, եւ դուք քիչ առաջ լսեցիք թե Անահիտ ինչպես է ժողովրդական երգ կատարում։ Կգնահատեք նրան։ Շատ անակնկալ էր։ Իմ կյանքը կարծես այս 3-4 ամիսը լցված է նման անակնկալներով, որ ես երևի թե ամեն 2-3 օրը մեկ ստանում եմ էլի շանթի եթերում։ Կարող է Անահիտը մասնակցել այդ նախագծին։ Ես զարմացա, Անահիտը ինչու չի մասնակցել։ Վայ, ինձ ամոչացրեցիք, ես դեռ պետք է պրոֆեսիոնալ դառնամ նոր, բայց անպայման խոստամ եմ, երբ զբաղվեմ լրջորեն։ Այնպես հակառակն էլ կարելի էր մասնակցել, հետո դառնալ պրոֆեսիոնալ։ Այսինքն ինում են։ Անդրադառնանք միանգամից հարցաշարին, հա։ Այո։ Դուք այժմ ժյուրիի անդամ եք, ինչպես եք ձեզ զգում որպես ժյուրիի անդամ, բարդ է այդ գործը։ Օ, գիտեք, երեխեք ջան, մի քանի ասպեկտներով ես ինձ տարբեր եմ զգում։ Հպարտ եմ զգում, որ իմ ազգի մեջ, որ ասում են երգիչներ չկան, չգիտեմ, քիչ են, մեր ժամանակներում ես որ հիշում եմ մի քանի հոգի էին։ Եթե 10 հոգի լիներ, արդեն տեղ չկար, որ ծալե իր մատերը։ Բայց հիմա պատկերացնում եք, որ մեր ամբողջ ազգը երգում է։ Հենց այնպես ասված չի, որ ասում են, ինչ այս բոլոր երգում են, բոլոր ուզում են երգել։ Բայց եթե ազգի մեջ կա, այո, այդ տաղանդը, այդ շնորհը, կա։ Ինչու չանեն։ Ինչու չանեն։ Ահա ասեք, այս մեր երեխաները, որ ինձ արդեն չգիտեմ ինչ աստիճանի ուրախացրել են ու ասենց հպարտություն են տվել ինձ։ Իսկ ինչպես ստացաք առաջարկը, միանգամից համաձայնեցիք, թե Ես ասեմ, որ առաջարկը միշտ ստացել եմ, բայց ցավոք սրտի իմ ժամանակա այդ իմ զբաղվածությունը շատ տարբեր է եղել ու շատ այսպես տարածված աշխարհով մեկ Լոս Անջելեսում եմ եղել այդ շրջանում չեմ կարողացել որ այսպես ստաբիլ այս անգամ ես զգացի որ մի քանի ամիս դեռ ես ունեմ չնայած ցավոք սրտի կարծես թե էլի պիտի մի քիչ կիսատ թողնեմ որովհետև տեղափոխվեմ Լոս Անջելես շատ գործերով կարևոր էլի մեր ազգային գործերով դրա համար բայց հիմա ասեմ որ սիրտս ուրախությամբ լցված է շատ Շատ լավ, խոսեցինք երեխաներից երիտասարդ սերնդից, ասացիք բավականին շատ են, շատ լավ է, ազգը երգում է, հիանալի է, բայց չեք կարծում, որ այսօր նաև ցավոք սրտի կա նաև շատ տարածված երաժշտություն,
խոսքը ռեստորանային ռաբիս ոճի մասին է, որ այսօր նաև իր ներգործությունն է ունեցել եկող սերնդի լսողության, կատարողության մեջ։ Այսինքն շատ լինում է այնպես, որ մասնակիցը ժողովրդական է կատարում իր իմացածով, բայց ժողովրդականը չի։ Այո, իհարկե, ասեմ, մեր սերունդը, այո, հենց այդ ժանրից, այդ թեթև ու ցածր, ես պիտի ասեմ ռիսկով, այդ ժանրից շատ վարակված է։ Այնպես չի, որ արագ այդ տարիքի երեխաները ընտրում են լավագույնը, ժողովրդականը, ակունքներին մոտ մեր երաժշտությունը, իհարկե, դա նշանակում է դաստիարակել, որ ցավոք սրտի մենք հակառակ դաստիարակում ենք մեր երեխաներին, մեր սերնդին, այսպես ասեմ, եւ հեռուստակայանների միջոցով։ Իսկ դուք որպես արվեստագետ ինչ եք կարծում, ինչպես պայքարել դրա դեմ, այսինքն ինչպես մատուցել լավը, թեկուզ հենց այս նախագծերի շնորհիվ։ Ինչ որ հիմա արվում է, հենց շանթում դա պայքար է։ Արդեն, Իմ կողմից, իմ նմանների կողմից, բոլորը դրանք պայքար են։ Ուղղակի հակառակը չէր կարելի լինել, էլի։ Գիտեք, չէ, այդ ժանրը միշտ եղել է, միշտ։ Այո, բնականաբար։ Մենք ժամանակաշրջան չենք ունեցել, որ այդ ժանրը չլինի, բայց այդ ժանրը երբեք չի կանգնել պրոֆեսիոնալների կողքին հավասար, դեռ մի բան էլ ավելին։ Այ դա չեն թույլ տվել ու ճիշտ են արել։ Այ ԱՄՆ-ում հաճախակի եք լինում եւ այնտեղ լսում են ժողովրդական երգեր, ինչպես են ձեզ ընկալում, ավելի շատ են, լսարանը ավելի մեծ է։ Ուրախություն ինձ եւ բոլորին, այո, շատ մեծ է։ Այնտեղ էլ շատ գնահատվում է, երբ որ ասեն գալիս են ժողովրդական, ազգային երգեր կատարողներ, շատ մեծ հաճույքով։ Կարոտն է խոսում, այսինքն։ Դե կարոտն էլ, գնահատականն էլ, այո, ինչու՞ չէ, տարբեր ասպեկտներով մարդիկ գալիս են եւ դահլիճները լցվում են։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որոշ ժամանակ առաջ, երբ դադար տվեց մի ժամանակ ժողովրդական երգիչ նախագիծը, այսինքն նախորդից հետո, երբ մենք այդ ժամանակ նաև նկարվում էինք մեր սերիալում, շատ անգամ եղավ, որ նկարահանման հրապարակում մեզ ասացին, որ շատ զանգեր են լինում հենց արտերկրից ու պահանջում են սկսել ժողովրդական երգիչ նախագիծը։ Շատ լավ է, որ արտասահմանից մեր սփյուռքը դա պահանջում է, դա ուզում է լսել, բայց այսօր չեք կարծում, որ Հայաստանում պահանջարկը ուրիշ երաժշտությանն է եւ շատ ողջունել է, որ Շանթ հեռուստաընկերությունը այսօր սերմանում է ժողովրդական երգը, դա է տարածում, բայց ինչ անենք, որ դա փոխվի։ Դե բոլորը պիտի անեն, մենակ շանթով չի լինի, ոնց չի կարելի մենակ թողնել։ Դա պիտի մի գլոբալ ծրագիր, էլ չասվի, որ մենք ուրիշ հեռուստակայան ենք, մենք ուրիշ բան ենք մտածում, դա ոչ, դա ազգային խնդիր է այսօր։ Խոսեցինք նախագծի մասին, դիտենք տեսանյութ եւ շարունակենք մեր զրույցը։ Աղջիկը լավ երգեց շատ, Շերամը շատ լավ զգաց, ինձ շատ ուրախացնում են բոլորը պիտի ասեմ։ Ցորցանում եք մոմի լույսից հարցունքը հաճի Երգեցի շատ հասցում երգչի նման ապրես, այո և խաղերը և ամեն ինչը հասցրեցի։ Պիտի ասեմ, շատ մեզ լավ ենք զգում, որտեղ այս տարիքի երեխաներ մեզ արդեն մի քանի օր է հիացնում են իրենց կատարումներով, ընտրած երգերով։ Այո, կամ փոքրիկ բաներ կան, ինձ թվում է չէր կարող չլինել հուզվածության պատճառ կա հազար մի բաների, բայց մեծ առումով շատ լավ է։ Դու այնքան ցայտ հնարեցիր այդ ամեն ինչը, որ որևէ մեկիս կարծիքը այլ լինել չէր կարող, քանի որ մենք ունենք պրոֆեսիոնալ ականջ։ Այո, մի քիչ գերազանցեց զգացմունքերը ձայնային տվյալներից եւ քանի որ մի քիչ էլ հուզվեցի, դա ավելի նպաստեց, որ այդ զգացմունքներդ ավելի շատ լինեն, բայց տեմբրային դու որոշ կորուստներ ունեցար կատարելու ժամանակ։
Այդ ինչ հասունություն էր երկիդ մեջ։ Պետրոս, քեզ հողն էլ էր տվել։ Այդ Գյումրվա հենց այդ կար, հենց մեջ շատ բան կար։ Շատ հարուստ ես, ապրես դու։ Շատ հարուստ ես, ապրես դու, այս խոսքերով ավարտվեց տեսանյութը, մենք էլ շատ հարուստ ենք ձեզանով, շնորհակալ ենք, որ համաձայնություն տվեցիք եւ մասնակցեցիք այդ նախագծին, ունեք ֆավորիտներ նախագծում։ Ոյ, հա։ Ամեն անգամ ասում եմ երեխեք ջան, ինչ դժվար է ձեզ ընտրել։ Ափսոս, որ ձևաչափը այդպես ունենք, որ պիտի լինեն այո, բոլորը չեն, որտեղ արդեն այս ընտրվածները ամեն մեկի հետ մի փոքր աշխատանք տանելուց հետո արդեն մեր ուզած երկիշները կարող են արդեն համարենք, որ մուտք են գործում։ Այ հետաքրքիր է, գոյություն ունի պրոֆեսիոնալ երգեցողություն, երբ մարդը մասնագիտանում է եւ բնությունից տրված։ Այ երեխաների մոտ կան երեխաներ, որ միայն բնությունից տրված, բայց իրական երգում է պրոֆեսիոնալի նման։ Իհարկե կան։ Չէ, օրինակ կանայք։ Չէ, նկատի ունեմ, իսկապես կարող է մարդը բնությունից իրոք մի քանի երեխաներ կան, որ ինձ համար շատ առանձնացված են եւ այո, հենց տվել է, բնությունն է տվել։ Այդ երեխաների իհարկե անուններ այս պահին չեն կարող։ Հետո լիններ անպայման ես անուններ կտայի շատ մեծ սիրով։ Հրաշք երեխաներ կան, հրաշք։ Այո, իմ նկատմամբ բնությունը դաժան է գտնվել, ես չունեմ այդ տվյալները, թե չէ ես էլ կմասնակցեի։ Ոչինչ, Սուրենյան, ուրիշ նախագծեր կան քո համար։ Իմ անունն է։ Այո, գուցե իմ անունն է։ Լավ, ես ուզում եմ նաև խոսենք ձեր համերգից սպասելիք։ Ես գիտեմ, որ ձեր համերգները միշտ դեպլեցուն են լինում, ձեզ հետ մասնակցում է ողջ դահլիճը, այսինքն ձեզ հետ կատարում են այդ երգերը, ձեզ ընդունում են, ձեզ սիրում են, ոչ միայն հայերը։ Բազմիցս նշվել է նաև հոլիվուդյան շատ դեմքեր սիրված, բայց խոսենք կոնկրետ այս համերգի մասին, որտեղ է տեղի ունենալու։ Արամ Խաչատրյան, իմ շատ սիրված դահլիճում, այդ դահլիճը շատ եմ սիրում, ես միշտ ասել եմ, որ այնտեղ զգում եմ ինձ կարծես տանն եմ զգում։ Ուրեմն ասեմ, երեխեք ջան, իմ համերգները շատ այսպես ասեմ, ոչ թե նույնատիպ կարող եմ ասել, թե նույն շունչն է, նույն մարդն է երգում, նույն, ասենք, երկացանկից էլ բավականին երգեր, որ անհնար է չեմ կարող անել ծրագրից, բայց միշտ տարբերվել են իմ համերգները հենց հանդիսատեսով։ Կարծես հանդիսատեսը, որ եկել է իմ տուն, ու ես ուզում եմ, որ այդ օրը լավ անցնի, ամեն ինչ անում եմ իրենց համար, բայց իրենք են որ ունենում ես համով լավ հյուրեր, որ ասում ես, ոյ ինչ լավն են, այսօրվա իմ հյուրերը, չէ։ Այ այդպես է անցնում։ Իմ ծրագիրը կազմում է հանդիսատեսը, զարմանալի է, չէ։ Այսինքն նախորդ կարծես դուք չգիտեք ոնց են թանալու։ Ես հազար մի երգեր ունեմ եւ այնտեղ հենց տեղում հանդիսատես ասում եմ ժողովուրդ ջան, ինչ երգեմ ձեզ համար։ Եթե ասեց օրինակ, այս երգը, ուրեմն ես պիտի երգեմ։ Ինչ հետաքրքիր է, այսինքն այդ կապը սերտ հանդիսատեսի հետ։ Դա մի ուրիշ կապ է, դա մի հոգևոր մի կապ է, մի կամուրջ է իմ ու իմ հանդիսատեսի, որ միշտ շտապում եմ ու միշտ կարոտով եմ լցված իմ հանդիսատեսի։ Իսկ որոնք են մեր ժողովրդի ամենասիրված երգերը, որ անպայման պարտադիր պահանջում են այդ երգը։ Դե Ծովաստրիկի գլխավորությամբ մի շարք երգեր, որ ասենք իմ հասակը, լիրիկական, գիշեր ու ցերեկի մի շարք ունեմ, շատ լավ։ Այդպես մի քանի բաներ կան, որ ես չեմ կարող անել։ Ինչ ստեղծագործական խումբ է աշխատելու ձեր համերգին, ում հետ եք աշխատում։ Թիմը մեծ է համերգում։ Այո, շատ։ Թիմ մենք ունենք եւ բեմում եւ բեմի հետևում շատ մեծ թիմ, շատ ուրախ թիմ, շատ հավատարիմ թիմ եւ շատ ուրախ եմ այդ թիմի համար։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք այս անգամ Շեռնստոնը գալու է ձեր համերգին, եթե այո, ես անպայման Լոս Անջելեսում։ Ես անձամբ տեսել եմ այդ կադրերը, որտեղ նա նստած արտասում է, դա, գիտեք, արտասվել մի երաժշտության ներքո, որը օտար է իրեն, բայց երևի թե արվեստի հզորությունը եւ ձեր հզորությունն է, հա, որ տվեց նրան դա, այսինքն այդ ժամանակ, որ ես նայում էի իրեն ու ինքը արտասվում էր, իմ մտքով շատ հազար մի բան էր անցնում, բայց պատկերացնում է ինչի է արտասվում, բայց որ երբ որ իրենից ես լսում, թե ինքը ինչու էր արտասվում, դա ինձ համար շատ հրաշալի էր, հիանալի էր, հպարտանալի էր, որ ասենք մեր ազգի ներկայացուցիչ թեկուզ այս դեպքում ես կարող եմ օտար էնել Շենստոնի նման մեգա արտիստին կարողանալ ազդել։ Ինտելեկտուալ դերասանուհի է բավական։ Իր տանն է ինձ ընդունել Շենստոնը
Ինձ կտակ իր հեռախոսի համար։ Սուրեն ջան, երազները կողքի բաժնում։ Ամեն դեպքում ես ուզում եմ նշել, որ դուք ներաշխարհով այնքան լի մարդ եք եւ այնպես եք կարողանում մատուցել հայ երգը, որ ցանկացած մարդ, դա լինի մեր ազգի թե օտար ազգի, իսկապես կարող է ընկալել դա որպես իրենը, հա, այսինքն սրտին Եվ նաև մեր այսօրվա սերնդին տալիս եք այդ ամենը, որովհետև դատում եք նրանց, ճիշտ ճանապարհի վրա եք դնում, մենք ունենք նաև հարցում մեր հեռուստադիտողների հետ, մեր հենց նախագծի հետ կապված, եկեք այս պահին դիտենք, այնուհետև շարունակենք զրույցը։ Դիտենք։ Շատ լավ նախագիծ է, շատ գեղեցիկ կազմակերպված, նավիրադաստիարակչական խոսքն է ասում մեր ժողովրդին։ Մշակույթի զարգացման համար շատ լավ հաղորդաշար է։ Ողջունելի է հեռուստաընկերության նման նախաձեռնությունը։ Շատ լավ մասնակիցներ են ու շատ դրական տպավորություն են թողում։ Հաճելի է, սիրում եմ։ Ոչ միայն ժողովրդականը, այլ սուպերստարներն եմ նայում։ Ընդհանրապես շանթի նախագծերին դուրս շատ են գալիս։ Թե իմ անունն է, թե ժողովրդական երգիչ, հայ սուպերստար, բոլորն է դուրս շատ են գալիս։ Ասենք շանթի հետ կատարածը, ասենք ամենամեծ ռոպագանդան է, երևի թե որ կատարվում է Հայաստանում։ Լավ, շատ դրական, շատ լավ է մեր հին, մեր ավանդական երգերը նորից վերագտնում են իրանց, նորից լսում ենք։ Ուրախ ենք, որ նման նախագիծ կա։ Իսկապես Հայաստանում, որովհետև նոր տաղանդներ են բացահայտվում։ Ես միշտ շանթը նայում եմ ու ուրախանում եմ, միշտ այդ ծրագիրն եմ նայում։ Շատ լավ երեխաներ կան, երգողները շատ լավն են, տաղանդավոր, կարևորը։ Ու ժյուրիներն էլ լավ ընտրություն են անում։ Շատ լավ են երգում, իսկապես հիանալի ձայն ունեն։ Բոլորին գերազանց կարող եք ասել։ Պիտի շատ ռոպագանդել, որովհետև նկատելի է, որ ազգային տարը, ազգային գիծը, ազգային գույնը կորչում է այսօր։ Իսկ դա շատ վատ է։ Թաքնված տաղանդներ շատ կան, որ նայում եմ այդ հաղորդումների, իրոք հիմիկվա այդ երգիչ երգչուհիներից հայտնի որ կան, իրանցից ասեն 1000 անգամ լավ են երգում։ Վերածնունդ կարելի է ասել, այդ նախագծով մեր ժողովրդական երգերը վերածնունդ ապրեցին։ Վերադարձանք տաղավար եւ ինչ ակնկալիքներ ունեք մեր այս ժողովրդական երգիչ նախագծից եւ արդյոք հետագայում նախագծի ավարտից հետո այդ երեխաներին թեկուս ինչ որ միտեղ ընդգրկել ձեզ հետ դուետներ հնարավոր է նրանք էլ ներկա լինեն։ Իհարկե։ Նույնիսկ ես լսել եմ, որ երեխաներ ուզում են այս համերգին էլ գալ։ Հա, եւ դա հնարավոր է այս ղեկավարության հետ կորոշենք, կխորհրդացենք շանթի ղեկավարության, որ եթե երեխաներ աջակցել ամեն վարքյան, ամեն տեղ Ես մանավանդ իմ ծրագրերի մեջ կա, որ ասենք արևմուտքը քանի որ շատ հետաքրքրված է մեզանով, մեր ձայներով, ես ուզում եմ, որ մեր երեխաներից արժանիներին այնտեղ արդեն տեղ հատկացնենք, որտեղ մեր արվեստը արժանի է, որ մեծ մասշտաբով ճանաչվի։ Կարծում եմ երեխաների համար սա մեծ հնարավորություն կլինի եւ մեծ պատիվ կլինի։ Մենք նախքան եթերը մտնելուց առաջ զրուցեցինք եւ ասացիք, որ ցավոք սրտի պետք է որոշ ժամանակով նորից գնաք այնտեղ, հետո նորից ետ գաք, այսինքն միշտ կա գնալ գալը, իսկ հնարավոր է, որ մի օր գաք Հայաստան, հայրենիք ու չգնաք էլ Լոս Անջելես։ Գիտեք ինչ, ես ասեմ, եթե գամ ու չգնամ, շատ բաներ կտուժեն։ Հենց մեզ համար, մեր ազգի համար։ Հիմա եթե ես ասեմ ձեզ, ես կարող եմ նաև 4 տարի առաջ գալ ու էլ չգնալ, որտեղ այստեղ էլ տուն ունեմ, այնտեղ էլ տուն ունեմ, որոշեի, որ հիմա էլ ուզում եմ այս տան մեջ ապրեմ, ասենք Երևանում, հանգիստ իմ երկրում, իմ հողի վրա, իմ գործը շարունակեմ, իմ դպրոցը էլի հիմնեմ, ամեն վայրկյան կարող եմ դա անել, բայց այս հարցերը չէր լինի։ Այս հարցերը, որոնք որ հիմա բարձրացվեցին արևմուտքում, դրանք չէին լինի։ Ու այս համաշխարհային են, չգիտեմ դուք երևի թե տեղյակ եք, որ ես ցեղասպանության Never Again ծրագրի ոնց որ հիմնադիրն եմ եւ զբաղված եմ դրանով շատ խիստ, եւ ասեմ, հենց համերգը ճիշտ է բնույթով այդ երգերը չեն, այլ երգեր են, սիրված, շատ ժողովրդական ու շատ սիրված երգեր են, բայց էլի նվիրված է հենց այդ ֆոնդին։ Ես հիմա ինչ անում եմ 2007 թվականից մինչև 2015 թվական վերաբերվում է հենց այդ ծրագրին։ Այստեղ լինեմ, այնտեղ լինեմ, Մոսկվայում լինեմ, Լոս Անջելեսում, թե Հայաստանում, թե Եվրոպայում։ Շատ մեր ծրագրեր կան։ Իսկապես ուրենք ասում դա այնքան կարևոր հարց է եւ գործը։ Դրա համար իմ այնտեղ լինելը եւ չլինել ավելի լավ է գործին օգուտ լինի, քան թե ես ֆիզիկապես 4-5 ամսով կտրեմ այնտեղ։ Մենք հուսով ենք, որ ձեր այնտեղի գործունեությունը, այսինքն Never Again ծրագիրը կտա արդյունք եւ վերջապես Ամերիկայի նախագահը կընդունի
այն հարցը, որը մենք բազմիցս արդեն բարձրացրել ենք։ Այո, մենք շատ գործ ենք անում, մի քանի շատ բաներ անում ենք, ոչ այսպես Երևանով, այլ շատ հետաքրքիր բաներ։ Այո, ոչ միայն նախագահի հետ, նաև սենատորների հետ։ Հիմա ես ուզում եմ ձեզ մի այսպեսի հարց տալ, խնդրում եմ անկեղծ պատասխանեք։ Դուք միայնակ չեք ժյուրիի կազմում, ժողովրդական երգիչ, արդյոք մյուս ժյուրին լավ է կատարում իր աշխատանքը։ Ըստ ձեզ օբյեկտիվ է։ Ոչ թե օբյեկտիվ են, թե ոչ, այլ շատ ժամանակներ, ասենք, իմ կարծիքի հետ չի համընկնում իրենց կարծիքները։ Ես դա կարող եմ ասել միայն, ոչ, ես չգիտեմ, կարող իրենք իրենց մեջ օբյեկտիվ են, որ այդպես են որոշել։ Մենք տարբեր մարդիկ ենք, տարբեր ճաշակի, տարբեր հնարավորություններ։ Այո, յուրաքանչյուրս մեր կարծիքը պիտի արտահայտենք։ Իհարկե պրոֆեսիոնալների համար այս շատ ցայտուն բաները բոլորի համար նույնն են, բայց այն նուրբ զգացողություն, օրինակ ես ձգտում եմ ուրիշ ձայն լսելու, կարող է Ալա Լևոնյանը ուրիշ ձայն է պատկերացնում, Արսենը մեկ ուրիշ ձայն է պատկերացնում, դե Լևոնը մեր ուրախությունն է եւ շատ խոր ինքը ընկալում է, երբեմն շատ լավ պատկերացնում, երբեմն այնպիսի բնական բաներ է ինքը ասում, հենց սկզբից է խոսում։ Եվ դա հետաքրքիր է շատ այն է, որ երբ որ արդեն մեկը խոսում է եւ դու զգում ես արդեն, որ ճիշտ բան ասվեց, արդեն դու չես ուզում կրկնես, որտեղ անտեղի է կրկնելը։ Իսկ շատ է եղել, որ հենց Լևոնը, ես չեմ ասում, ասենք, մնացած մեր ժյուրիի անդամներ, հենց որ Լևոնը խոսում է, հապրես Լևոն ջան։ Այն ինչ որ պրոֆեսիոնալը կասեր, դու արդեն ասեցիր փաստորեն։ Ասեմ շատ ջերմ մթնոլորտ է, ես պիտի շնորհակալ լինեմ հենց Շանթ հեռուստաընկերության ղեկավարությունը, 1000 անգամ փառք, որ այսպիսի բան են կազմակերպել, սա շատ է գնահատվելու դեռ։ Իսկ ինչ կմաղթեք հենց երեխաներին։ Բա երեխաներ 1000 անգամ ասել եմ, չվախենաք, ելույթ ունեցեք, շատ լավ եք երգում, այս տուրին կանցնեք, չեք անցնի, դուք արդեն անցած եք, մեր ժողովրդի համար արդեն անցած են։ Այնպես լավ են երգում, որ մի փոքր քայլեր եւ արդեն իրենք մենք կունենանք պատրաստի արդեն մեր։ Շատ շնորհակալ ենք անկեղծ եւ էմոցիոնալ զրույցի համար, այժմ միանանք մեր խաչմերուկ էջին եւ տեղեկանանք թե արդյոք մեր փողոցներում կան խցանումներ, թե ոչ։ Հետաքրքիր է։ Մի րոպե չենք միանում, որովհետեւ տեխնիկական խնդիր ունենք։ Տեխնիկական չէ, ուղղակի Իրինան հիմա ման է գալիս ամենախցանված մասը փողոցների։ Որպես մեզ ցուցադրի։ Որպես ավելի ճիշտ ինֆորմացիա մեզ տա։ Ինչ Իրինային միանալ, ես մի հարց եմ ուզում ձեզ տալ։ Հայաստանում է այսօր կատարվում ժողովրդական երգիչը, իսկ հնարավոր է, չգիտեմ, նաև ձեր աջակցությամբ, ձեր օգնությամբ այս պրոյեկտը նաև արվի Միացյալ Նահանգներում։ Ոայ հրաշալի կլինի։ Եթե ARTN շանթը եւ մեր շանթը այստեղի համագործակցում են, այսինքն այդ իմաստով ես այնտեղ պատրաստ եմ միանալու եւ նման դեպք եղել է ԱՄՆ-ից բերվել են լավագույն կատարումները, անցկացվեց, չէ՞, հենց ԱՄՆ-ում է։ Բայց հետաքրքիր այս ամբողջ նախագիծը կամ ինչ-որ մի բան, հետաքրքիր մի բաների մտքում։ Նախագիծը կատարվի հենց այնտեղ ու միայն այնտեղի հայերի համար, այսինքն ինչու՞ չէ։ Ավելի այսպես Որտե մեր հայրենակիցները են դեղել են, մեր երեխաները են դեղել են, նույն շնորհք են դեղել ունեն։ Լավագույն ձայներ կունենանք այնտեղ անպայման։ Մանավանդ որ ես ունեցել եմ դպրոց եւ էլի պիտի շարունակեմ այդ դպրոցի հարցը այնտեղ նաեւ։ Նաև դասավանդում եք։ Ես չեմ դասավանդում, իմ դպրոցներն են ունենք, հիմա տեխնիկական պատճառներով կանգնած է, բայց դա այնքան սպասված վիճակ էր, որ կարծես նորից պիտի երեխաներին կարողանանք ընդունել մեր դպրոց եւ շարունակել ճիշտ արվեստով զբաղվել, երեխաների ճիշտ դաստիարակել։ Այն ինչ որ դուք մտածել եք, ես հաստատ համոզված եմ, որ անպայման կատարվելու է եւ կատարում է։ Շնորհակալ ենք ձեզ, շատ շնորհակալ ենք, որ այս առավոտ մեզ մոտ մեզ հետ կիսեցիք, մեզ հետ բարի լույս մաղթեցիք բոլորին, մաղթում ենք ձեզ հաջողություններ 19-ին, 20-ին համերգներին, մաղթում ենք, որ այն անմիջականությունը, այն կեղծությունը, որ միշտ եղել է, այդ օրն էլ պահպանվի եւ այն էներգիան, որը դուք տալիս եք հանդիսատեսին, նաեւ ստանաք նրանցից։ Իսկապես շատ շնորհակալ եմ, ես նույնպես հուզված եմ, դուք կարծես մի բարություն լինեք եւ ձեր էներգետիկան շատ դրական է։ Շնորհակալ։ Մեծ պատիվ էր մեզ, որ դուք մեզ այսօր հյուրընկալեցիք։ Սա այս ամենը նա ասում է, որ դուք նորից իրեն ընդգրկեք ժողովրդական երգիչ նախագծում։ Ոչ, Սուրեն եմ ասում։ Շատ լավ անում։ Անկախ երգելուց, իսկապես, չգիտեմ։ Այս նույն բաները մի քանի օր առաջ ուրիշին էր ասում ինքը, որովհետև ուրիշ ակնկալիքներ ունի։ Իմ Մարտիրոսյան, դուք հասկացաք, որ Սուրեն այդ առավոտ ջան, պիտի այսպես մի քիչ
հենց ջերմության մեջ լինի, կատակների, դա շատ որ մեր սիրելուց օրը եմ շատ իմյալ։ լավ սկսվի։ Շնորհակալ ենք ձեզ, շատ շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ ձեզանից էլ, բոլորից էլ, իմ հանդիսատեսից էլ, սիրով սպասում եմ իմ հանդիսատեսին։ Սուրեն, ասում են երաժշտությունը մի սրտից մյուս սիրտ տանող ամենակարճ ուղին է, թե ժողովրդական երգիչ նախագծի մասնակիցներից քանիսին կհաջողվի հասնել ձեր սրտին, սիրելի հեռուստադիտողներ, կիմանանք հետագայում։ Այո, անպայման կիմանանք հետագայում, իսկ մենք հենց նոր իմացանք, որ մեր գործընկերուհին մնացել է խցանումներում, այդ պատճառով չեն կարող հիմա նրան միանալ, մաղթենք, որպեսզի նա գոնե շուտ վերադառնա այդ խցանումներից, իսկ ձեզ մաղթենք, որ ձեր կյանքում երբեք չլինեն խցանումներ, եթե լինեն, ապա թող դա այդ խցանումները լինեն միայն սիրո ու գեղեցկության տեսքով։ Այո, առողջ եղեք, մնացեք մեզ հետ, մնացեք Շանթի եթերում։ Շնորհակալություն, ուրախ եղեք ու ժպտացեք։ Կհանդիպենք։